Արցախյան գոյամարտին իրենց մասնակցությունը բերեցին նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք միանալով ազգային ազատագրական պայքարին իրենց ծանրակշիռ լումա ներդրեցին հաղթանակի կռման գործում։ Նրանցից մեկի Շահե Աճեմյանի մասին է պատմում մեր հաջորդ տեսանյութը։ Արցախյան գոյամարտն իր շուրջը համախմբեց հազարավոր հայրենիների, ամենատարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդկանց, ովքեր զենքը ձեռքին ելան պաշտպանելու նորանկախ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը։ Սկզբնական շրջանում զինված լինելով գլխավորապես ոսորդական հրացաններով, նրանք այնուամենայնիվ ստիպեցին հակառակորդին ընդունել հայի ոգու գերակայությունը պատերազմի դաշտում։ Զորությունը, որի դեմ հատկապես Շուշիի ազատագրումից հետո անկարող էին եւ թվային առավելություն ունեցող ազերիները եւ նրանց կողմից կիրառվող ռազմատեխնիկական արտի միջոցները։ Սակայն մենք միայնակ չէինք մեր պայքարի մեջ։ Առաջին իսկ տարիներին ամենատարբեր երկրներից մեզ միացան Սփյուռքի մեր հայրենակիցները։ Նրանցից մեկը Աճեմյան Շահենն էր, ով ծնված լինելով Բեյրութում, ապաստան գտած գաղթականների ընտանիքում 1992-ի գարնանը Կարո Քահքեջյանի հետ միասին ժամանեց Արցախ պաշտպանելու հայրենի հողը։ Որոշ ժամանակ անց երկուսով կազմեցին հանրահայտ խաչակիրներ Ջոկատի կորիզը։ Ջոկատը Արցախի հատուկ ուժերի էլիտան էր եւ մեծամասամբ կատարում էր հետախուզական աշխատանքներ։ Թե Կարոն եւ թե Շահենը բավական խստապահանջ էին այն ամենի նկատմամբ, ինչը վերաբերում էր կարգապահությանը։ Ջոկատի մեջ ընդգրկվելու պատվին արժանացած մարտիկը պետք է ոչ ծխեր, ոչ էլ օգտվեր ոգելից խմիչքներից։ Միշտ հիշեր եւ հետևեր Ջոկատի կարգախոսին, լինել արդար, անկեղծ, տիպար եւ համեստ։ Գարոն շատ ուժեր գավադար հայկական բանակի ստեղծման, հայկական բանակը հայ զինվորը, մենք ըլնենք առաջի զինվորը։ Մենք ըլնենք նմուշ, օրինակ, գարկաբահ, Ցերկեր ջեբդ նիտի, շեմուշկա չուդես։ Ինչ ես ձխում փողոցը, կնամ իդեղ բահվեդի նոր ձխի, իսկ ֆրոնտում արկիլված էր ձխել, խմել բոլորով ինչ կար, նույնիսկ քաղաքի մեջ։ Սակայն առանց համապատասխան համազգեստի սննդի ու ռազմամթերքի հեշտ չէր։ Ազատամարտիկներն առավել հաճախ պայքարում էին ոչ թե հակառակորդի, այլ ցրտի ու սովի դեմ։ Նման պայմաններում Շահենը Կարոյի հետ միասին որոշում է ընդունում մեկնել ԱՄՆ անհրաժեշտ ամենի համար ստանալու տեղի հայ համայնքի ֆինանսական աջակցությունը։ Օրեր անց նրանք Հայաստան վերադարձան իրենց հետ բերելով ընդհանուր առմամբ շուրջ $500 միլիոն անհրաժեշտ տեղամիջոց, համազգեստ եւ այլ պարագաներ։ Կարոյի մահից հետո Շահենը հրաժարվեց գլխավորել խաչակիրների ջոկատը։ Կարոն զոհվել էր հունիսի 26-ին, Շահենի ծննդյան օրը։ Դա էր պատճառը, որ Շահենը նախընտրեց գոյամարտի մնացած օրերին իր վրեժն առնել ճակատամարտի առաջին գծում։ Ինչ վերաբերում է Արցախյան գոյամարտի հաղթանակին, ապա Շահենը դրանում ոչ մի գաղտնիք չի տեսնում եւ խոստովանում է, որ երբեք էլ որևէ կասկած չի ունեցել այդ հարցում։ Պիտի հավատաս ինչի համար ես բայկարում։ Գամք ունենաս, հարադև բայկարես, որովհետեւ հաղթես։ Իմ կարծիքով մենք հայերս այդ սեր ենք եղել։ Օրինակ հայ ֆիդային, հայ զինվորը գիտեր թե այս հողը մերն է։ Մենք բայկարում ենք արդար հարցիմը համար, արդար քաղաքապարների համար։ Բնական է, չէ՞։ Երբ փորձել, շատ եմ փորձել մտնել Թուրքի հոգեբանության մեջ։ Ասեք թե ես թուրք եմ, ինչի համար եմ գրում, ում հողի համար եմ գրում։ Զավթելու համար, կփորձեմ զավթել, բայց որ չկարողանամ, արդեն դուխս կգդրվի։ Իսկ հայ զինվորը դուխը չէր գդրվում։ Հայ գրողը հավատում էր իր բայկարին։ Մեր հաղթանակի գրավականը այդ է եղել։ 1999 թվականի հոկտեմբեր ամսից Շահենը մշտական բնակության համար տեղափոխվել է Հայաստան եւ այժմ բնակվում է Երևանում, համոզված լինելով, որ ամեն մարդ իր արմատները պետք է գցի միայն ու միայն հայրենի հողում։ Լավ, Ղարաբաղում գրվեցինք։ Մեր հաղթանակը պիտի վայելենք թե չէ։ Մեկ, երկրորդ, միայն զենքով չէ հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը քարքարի վրա է։ Հյուրանոցը Արմենիայում 3 տարի աշխատել եմ։ Առաջի ամիս որ աշխատել եմ, ռոջիկ ստացել եմ, գնացել ենք դրեկոս սեղան ենք նստել կոլեկտիվի հետ։ Բոլորը բաժակ են վերցնում, բաժակներ են ասում, ես իմ բաժակը վերցրել ասել եմ դրեք ջան ասի։ Ծերծավը դանեմ, Ղարաբաղում գրվել եմ, բայց հայրենիքում քարքարի վրա չեմ դրել։ Այսօր ես գարամասը զենքել եմ բռնել հայրենիքի համար,
քարքարի վրա եմ շարել, կրդնել եմ ու առաջի անգամ ես հայրենիքում վաստակել եմ իմ հացը։ Մեկ էլ դենամ դղեկը աչքերից արցունք է իջնում, ասում են Շահեն ջան, դու մեր ախպերն ես։ Էդի չեմ կարա փասադրել այդ մոմենտի իմ զգացմունքները։ Էդի երևի պետք է մարդ փորձե մտնել իմ հոգու մեջ, որ կարենա հասկանալ։ Եթե Աստված մի արածցե, կրկին անգամ զենքը ձեռքին սահմանին կանգնելու անհրաժեշտությունը ծագի, Շահենը իր իսկ խոսքով կլինի առաջիններից մեկը, ով կկանգնի հայ զինվորի կողքին։ Ծանոթ լինելով նրա անցած ուղուն չենք էլ երկմտում, որովհետև հայրենասիրությունը Շահենի համար լոկ խոսք չէ, եւ ոչ էլ հեռուստատեսությամբ ելույթ ունենալու առիթ։ Հայրենասիրությունը նրա առօրյան, նրա անբաժան մասնիկը, որի հետ նա շրջում է քաղաքում, հավատում հայրենի երկրի փառահեղ ապագային։ Ես իրավունք ունեմ ասելու, որ երբ որ մերն եմ ինձ Հայաստան թաղեք, ես նվաճել եմ էլի, ես նվաճել եմ հայաստանցի ելնելը, զենքով եմ նվաճել, կարկարի վրա տնելով, գարկաբահ քաղաքացի ելնելով, օրենքին հետևելով։ Խոսելով ազգային բանակի շուրջ, Շահենը նկատում է, որ ինչպես Արցախյան գոյամարտում տարածը պարզապես հաղթանակ չէր, այնպես էլ բանակը լոկ պետական կառույց չէ, քանի որ հանդիսանում է ոչ միայն Հայաստանի, այլև համայն Սփյուռքի գոյության երաշխիքը։ Իսկ ինչ վերաբերում է հայոց բանակի մերօրյա զինվորներին, ապա Շահենի նրանց ուղված խոսքը նույնքան անկեղծ է, որքան եւ սրտանց։ Դրեք ջան, ներդեմ ծեր հոգուն։ Ծեր հրամանատարները ինչքան էլ խիստ լինեն, գիտեմ հայրական են, մեծ եղբոր նման են։ Իսկ մենք հիմ, այսպես ասենք, վետերաններ արդեն ծեր աչքին զազաներ ենք, բայց որ պետք կլինի դրեք, հավատացեք, հաջորդ օրը 24 ժամյակ մենք ծեր գողտ ենք։ Մենք մեր գուրծ կգտանք, որ առաջ մենք ընկնենք, դուք չեք ընկնի, բայց իրականությունն էլ կա, որ մենք ընկնող տեսակեն չենք, հեշտ չենք ընկնելու։ Մենք կչարտենք թշնամու գլուխը, վիշապի օծի գլուխը կչարտենք դրեք, բինտ կասեք։ Այդ կամփան։